Պատկերացրեք մի մարդու, որը կարող է նույն օրը խոսել Սպիտակ տան, Կրեմլի, Իրանի և Ադրբեջանի ղեկավարության հետ։ Մարդ, որը երբեք չի ղեկավարել բանակը, երբեք չի կռվել, բայց այսօր ղեկավարում է Թուրքիայի ամենագաղտնի ու ամենահզոր կառույցը։ Եվ ամենազարմանալին, նա սկսել է ոչ թե որպես հետախույզ, այլ որպես փիլիսոփա։ Սա Իբրահիմ Քալնի պատմությունն է, եւ եթե ուզում եք հասկանալ, թե ինչ Թուրքիա է կառուցվում մեր աչքի առջև, պետք է հասկանանք հենց այս մարդուն։ Թուրքիայի հետախուզության ղեկավարի մասին լսելիս մենք պատկերացնում ենք գեներալի, բայց Քալնը այլ պատմություն է։ Նա տարիներ շարունակ ուսումնասիրել է փիլիսոփայություն, գրել է գրքեր, դասավանդել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, անգամ նվագել է սուֆիական երաժշտություն եւ թողարկել երաժշտական տեսահոլովակներ, իսկ հետո հանկարծ հայտնվել է Էրդողանի կողքին։ Ինչպես է ստացվում, որ համալսարանի դասախոսը դառնում է պետության ամենազորեղ մարդկանցից մեկը։ Պատասխանը պարզ է՝ գաղափարախոսություն։ Տարիներ շարունակ աշխարհը տեսնում էր Էրդողանին, բայց կուլիսներում աշխատում էր ուրիշ մեկը։ Մարդ, որը թարգմանում էր Էրդողանի լեզուն աշխարհի համար։ Եվ հակառակը, աշխարհն ավելի հասկանալի էր դարձնում Էրդողանի համար։ «2023 թվականին Էրդողանը կատարեց մի շատ կարևոր քայլ, որի մասին քչերն են խոսում։ Նա Թուրքիայի հետախուզությունը հանձնեց ոչ թե գեներալի, ոչ թե պրոֆեսիոնալ մասնագետի, այլ փիլիսոփայի։ Հենց այստեղից է սկսվում պատմության ամենավտանգավոր մասը։ Քալնի Թուրքիան պարզապես հարևան պետություն չէ։ Այն պետություն է, որն իրեն տեսնում է որպես տարածաշրջանային կենտրոն։ Եվ այդ պատկերում Հայաստանը ուղղակի հարևան չէ։ Հայաստանը մի հատված է կամ ավելի շուտ մեծ աշխարհաքաղաքական խաղի մի մասնիկ։ Իբրահիմ Քալնն արդեն դարձել է Թուրքիայի պատմության մեջ հետախուզության ամենաազդեցիկ ղեկավարը։ Ու ոչ այն պատճառով, որ նա նման պաշտոն է զբաղեցնում, այլ որովհետև նա մտածող է։ Եվ երբ մտածողը ստանում է պետության գաղտնի մեքենան, խաղի կանոնները փոխվում են։ Հարցն այլևս այն չէ, թե ով է Իբրահիմ Քալնը։ Հարցն այն է, արդյոք մենք հասկանում ենք այն Թուրքիան, որը նա փորձում է կառուցել։ Ամենավտանգավորն այն չէ, թե ինչ է անելու Թուրքիան, ամենավտանգավոր հարցը մենք ենք, որովհետև պետությունների ճակատագրերը հաճախ որոշվում են ոչ թե բանակներով կամ տնտեսությամբ, այլ մարդկանցով։ Մարդկանցով, որոնք կարողանում են տեսնել մի քանի քայլ առաջ։ Մարդկանցով, որոնք ոչ թե արձագանքում են իրադարձություններին, այլ ստեղծում են դրանք։ Իբրահիմ Քալնը հենց այդպիսի մարդկանցից է։ Նա պարզապես հետախուզության ղեկավար չէ։ Նա աշխարհայացք է։ Նա ռազմավարություն է, նա մտածողություն է, որը փորձում է ձևավորել Թուրքիայի ապագան տասնամյակներով առաջ։ Եվ այստեղ սկսվում է մեր հարցը։ Հայաստանը ունի Քալնի նման պաշտոնյա։ Մենք ունենք գեթ 1 անձ, որը կարող է նույն վստահությամբ խոսել Վաշինգտոնի, Մոսկվայի, Անկարայի եւ Թեհրանի հետ։ Ունենք գեթ 1 հոգի, որը ոչ միայն կկարդա աշխարհը, այլև կփորձի ձևավորել այն, որ ոչ միայն կհասկանա պատմությունը, այլև կփորձի ստեղծել այն, որովհետեւ երբ մի կողմում կանգնած են մարդիկ, որոնք կառուցում են իրականությունը, իսկ մյուս կողմում մարդիկ, որոնք միայն արձագանքում են դրան, արդյունքը գրեթե միշտ նույնն է լինում։ Կառուցողը հաղթում է, արձագանքողը միշտ պարտվում։ Եվ գուցե այս պատմությունը վերջի վերջո Իբրահիմ Քալնի մասին չէ։ Գուցե այս պատմությունն անգամ Թուրքիայի մասին էլ չէ։ Այս պատմությունը իրականում Հայաստանի մասին է, մեր մասին, մեր ապագայի մասին։
եւ այն հարցի, որից մենք տարիներ շարունակ խուսափում ենք. ով է կառուցելու մեր իրականությունը, որովհետեւ եթե մենք դա չանենք ինքներս, մեզ համար դա կանեն ուրիշները։